ասենք վաղ Ալիևը առաջարկի Հայաստանի բնակչությանը յուրաքանչյուրին ամսական $1500 թոշակ։ Եվ ասենք մի հատ խեղճուկրակ ընտանիք նստած մտածում է, ասում է ախպեր 6 հոգի մարդ ենք, հենա $9000 ամսական կստանանք կավրենք էլի։ Հիմա ինչ նյութական են, ուրեմն պետքա գնան դառնան Արևմտյան Ադրբեջան։ Այսինքն մենակ նյութականը չի է։ Այդ լավ նշեցիք, որ այո, Նիկոլը խապեց հետ են բերելու, հետա բերելու որ ինչ անի։ Որ այդ ասենք թե հետա բերե, ու ինքը պետք է ասենք այդ հետ բերած փողերով զենք առներ կամ մետրո կառուցեր, կամ են որ արդեն այդ նախկին իշխանության թալանի օրոք աճած այդ ընտանիքը որ կար սակել է արդեն հասել է հատակին, այսինքն պետք է այդ գումարներից այնքան գումար տար այդ ընտանիքին, հա այդ հետ բերածից, որ ինքը ոտիկային է, այդ ինչ հեքիաթների եք հավատում։ Հետ բերելը չի նշանակում անհատական բոլորին տի հետ տա։ Եթե անգամ հետ էլ գա, ինքը պետք է նախ ծրագրեր ուներ, թե այդ հետ բերած գումարը որ ոլորտը պետք է զարգացներ Հայաստանի, որ քաղաքացիներն էլ օգտվեին։ Սա լավ նշեցիք, որ խաբեությունն է եւ խաբեությունը։ Ինչ է նշանակում, ինչ վերաբերում է իմ էմոցիաներին, այո, ես էմոցիոնալ մարդ եմ եւ ես չեմ կարող, ասենք շատ հանգիստ եւ ծանրագույն սառնարուն նայել ոնց է իմ երկիրի մաշկի առջև վերանում։ Եվ արդեն այն սահմանները կարծես թե արդեն ջնջվել են պարկեշտության ու ասենք էմոցիայի։ Ինչքան պետք է մարդ ասենք անհեռատես լինի, որ տենա որ նյութական շահագրգռվածությունը հենց ազատ լինելու մեջ է։ Այսինքն եթե դու ստրուկ ես ինչ որ մեկի ձեռքի տակ, մտրակով ծեծում որական քո լափը տալիս է ուտում ես։ Այսինքն դու էլ ինչ նյութական շահագրգռվածությունը տե։ Դու պետք է այդ մարդուն շահագրգռես նախ ազատվի։ Ու այդ ազատություն հասկացողությունը ինքնին արդեն նյութապես արդեն շահագրգռվածություն է։ Դու ազատության համաշխարհային կազմակերպ ինչից ազատվի։ Ինչից ազատվի։ Ռուսական կայսրության տիրապետությունից։ Ռուսաստանի ագենտների ազդեցությունից։ Ազատ երկիր լինես։ Այ ոնց որ հիմա դուք պարոնայք Ամերիկայում բնակվող հայություն լիարժեք վայելում եք այդ ազատությունը եւ յուրաքանչյուրը այստեղ կարող եք տասնյակ բնակարաններ ունենալ ձեր մեկ տարվա աշխատավարձով Երևանում։ Դա է ազատությունը, դա է նյութապես շահագրգռվածությունը։ Հիմա տեսակ որ նյութապես շահագրգռվածությունը հենց ազատության մեջ է։ Այսինքն եթե ազատ ես, քո գլխի տերն ես, քո մոլիբդենն էլ կետա ճիշտ խարժի, քո պաղինձն է, քո գիտնականներ, քո ամեն ինչն էլ քո ուղեղով կբարգավաճես։ Եվ այդ նույն ազատ աշխարհին, այ մենակ Ամերիկան չի ազատ աշխարհ է։ Այդ ազատ աշխարհի հետ համագործակցող ցանկացած պետություն մենք պարզ ունենք, է սև ու սպիտակ, այսինքն գետը ասում է կեսը սև է, կեսը սպիտակ։ Դա Կորեան է։ Նայում ես Հյուսիսային Կորեային, նայում ես Հարավային Կորեային։ Ազատությունները մարդիկ բերել են այդ երկիր։ Հենա նյութական շահագրգռվածությունն էլ կա։ Ինչ եք առաջարկում, ամեն մարդու $100 բաժանենք որ կան մեզ ընտրեն։ Ես ինչ եք ասում։ Ես կեղծ մարդ չեմ։ Այո, երևի թե շատ զգացմունքային, բայց կեղծ չեմ, պիղծ չեմ։ Մյուս պիղծերի նման որ հելուն խոստանում մենանտը խոստան ձայներով պարլամենտ, հետո պարզվում է ինչ որ խոստացել են։ Բավական չի որ այդ ասենք այդ խոստումները կատարեն այդ պաշտոնով։ Այսինքն նրանց պետք է ամբողջականը։ Հետո դառնում են վարչապետ, հետո տնում են չէ, դա էլ բավական չի։ Այսինքն հասկանում են, բայց ուշ է։ Դու պետք է լինես ազատ երկիր։ Ազատ երկիր լինես, որպեսզի քո ժողովուրդը նյութապես լավ ապրի։ Չէ, այսքան բան։ Ոնց որ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, մյուս երկրները, Շվեյցարիան, Նորվեգիան, Դանիան, ո՞ր մեկն ասեմ, Անգլիան, հա յուրաքանչյուրը իրանց ներքին, որը մեր համար հարիր չի իրանց օրենքները, ասում ենք մենք հայերս ցեն չի։ Բայց դա դու ունեցի քո հայկական ասենք բնագիծը, բայց ազատությունը միատն է բոլորի համար։ Եղի այդ ազատ պետությունների, ազատ ազգերի ընտանիքի լիիրավ անդամ։ Սա է քո մեծագույն արժեքը։ Ինչ վերաբերվում է կոնկրետ ընտրություններին, երբ որ գա, այն ժամանակ տնտեսական այնքան ծրագրեր կդնենք սեղանին, որ մարդիկ կտեսնեն, որ տնտեսական ծրագրեր կան։ Ես չգիտեմ, ես վստահ չեմ լինելու ընտրություն թե չէ։ Ինչ է լինելու, այսինքն քաոս։
կբերեն կնշանակեն ասենեսի գուբերնատորա։ Մտածեք, ես վերջերս միտեղ էլի մի զրույց էր, տենց հարցազրույցի նման։ Ասում եմ, թե ճիշտ է էլի, բա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գից Արցախ, հա, կոչում էր տենց։ Ասում եմ, Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը, եթե դու դառել ես արդեն հայ, ինչի համար է պետք։ Եթե կա Արցախը։ Ինչու եք այդ օրինակը բերում, եթե մենք խոսում ենք ընտրությունների մասին։ Ինչի համար։ Այ որ ասում եմ ընտրություն չի լինելու։ Կբերեն այստեղ կդնեն, ասենց ասենք, Արևմտյան Ադրբեջան, Հանրապետություն գից Հայաստան։ Որտե Հայաստան են էլի։ Ասում եմ, խառնաշփոթ մի բան կանեն, ես վստահ եմ։ Այս ազգին արդեն հասցրել են այն աստիճանի դեգրադացված ինքնուրույն մտածելակերպ չունեցող վիճակի, որ այսօր արդեն ակտիվացրել են բոլոր ագենտներին, ռուսական ագենտներին, որ ասենք վերջի մեխը խփեն։ Լուծումը, ուրեմն նայեք, լուծումը արդեն ինչ որտեղ մեզանից կապված չի։ Հաստատ եմ ասում, եթե սա 10-15 տարի առաջ մեզանից ինչ-որ բաներ կապված, որ մենք ստե դիրքավորվեինք, որ մեր կարծիքն էլ հաշվի առնեին, համաշխարհային process-ների մեջ մեր խոսքը ինչ-որ ձևով անցներ, այսօր չի անցնում։ Հիմա մնում է արդեն գոնե ինքնապաշտպանական քաղաքապաշտպանության օղակները մի քիչ ուժեղացնել, որ այդ ահրավերքների դեմ, ասում, մինիմալ կորուստներ տանք։ Մինչև աշխարհում տիրող այս բախումը ավարտվի եւ Աստված տա, որ ասենք սպիտակ ուժերը հաղթեն եւ Հայաստանին դուրս բերեն այս վիճակից։ Ես վերջերս մի ստատուս գրեցի, որոնց սա լոկ հնդկա-պակիստանյան հակամարտության շարունակությունը չի։ Սա ընդհանրապես այդ հնդկա-պակիստանյան հակամարտությունը ճիշտ պահին օգտագործել ավելի գլոբալ process-ների համար, որովհետև առիթներ անցյալ տարի էլ, նախանցյալ տարի էլ միշտ էլ եղել է, որ հնդիկները սկսեն պատերազմ, պատժեն ինչ-որ ջամում եւ Կաշմիրում, դա ամեն օր անդեմ մի բան պատահում։ Ուղղակի ես գրեցի sense մի հատ ստատուս վերնագրով, մարդիկ սպասում էին Իրանի վրա հարձակումը կամ Ադրբեջանից կամ Իրաքի կողմից, բայց սկսվում է պակիստանյան ճակատը։ Սա գլոբալ համաշխարհային պատերազմի տարերից մեկն է։ Պակիստանը բաղկացած է 4 հիմնական միավորումից՝ Բելուջիստան, Պուշտունները, այնտեղ մի խոսքով չեմ հիշում են երկուսը։ 4 հիմնական, ասենք, ազգային միավորումներից են բաղկացած։ Եվ հավանաբար, process-ը գնում է նրան, որ Պակիստանը դարձնեն 4 այլ պետություններ։ Երբ որ դառավ 4 այլ պետություններ, այսինքն նորաստեղծ, անկառավարելի, այսինքն դառնում են ոնց որ Հայաստանն է Ռուսաստանի համար, հա, այսինքն Հայաստանում ինչ ուզենան ընել ան, պրախադնոյդվո։ Այդ 4 պետություններն էլ ստեղծվելիք Պակիստանի անկումից հետո կդառնան նույն ձևի պրախադնոյ դվոր, այսինքն այլ ուժերի համար։ Այն ուժերի համար, ովքեր ուզում են Իրանին խփեն։ Եվ այսինքն այդ մոտեցումը Իրանին հարվածելու արդեն լինում է ավելի հարմար եւ ավելի տեսանելի։ Այլ կերպ ասած, դուք տեսնում եք վտանգ այս։ Ես տեսնում եմ, որ համաշխարհային պատերազմը իր բուրըն process-ների մեջ է։ Մեր տարածաշրջանի։ Մենք այդ տարածաշրջանի սկիզբն ենք։ Ոչ թե մոտենում է, հենց մեզանից սկսվել է։ Ղարաբաղյան կոչված պատերազմը, որը մեր համար Արցախյան գոյամարտ էր, հենց երրորդ համաշխարհային գլոբալ պատերազմի սկիզբն էր։ Եվ առաջի ճակատամարտը առողջ ուժերը պարտվել են։ Ինչի համար են պարտվել, որովհետև բուն Հայաստանում իշխանությունը պրոսատանյական էր, ասենք ասենք։ Սևերի կողմից էր Ռուսաստան, Հյուսիսային Կորեա, Չինաստան, այսինքն այդ լագերի ներկայացուցիչներ էին։ Ռոբերտը, Սերժը, Լևոնը, այսինքն Հայաստանը այդպես էլ չդառավ ազատ երկիր, ոնց որ Պրիբալտիկան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, հա, այսինքն ազատությունները չվայելեց անունով
դե յուրե իրավաբանորեն կարծես թե անկախ պետություն ես, բայց դե ֆակտո դու նույն սոտալիտ երկիրն ես Ռուսաստանի համար։ Այդ դրա համար առաջի փուլը պարտվեց աշխարհը։ Հիմա մեկ-մեկ էլ հիմա նայեք, իրանք արել են, իրանք ջարդել են, իրանք կոտորել են, ժամանակավորապես ինչի են ստեղծել Արցախը, որպեսզի կարողանան Արցախով ազդեցություն ունենան թուրք աշխարհի վրա։ Թուրքիայի, Ադրբեջանի ազդեցությունը ունեցան, առևտուրը արեցին, ցույց տվին հայ միսը, հա։ Դե ասում են դե հիմա կերեք։ Այսինքն մի ժամանակ ինչ որ ձև թույլ տվեցին, որ դա մնա մեր տիրապետության տակ, որպեսզի իրանց առևտուրը ավելի արդյունավետ անեն թուրք աշխարհի։ Արեցին բրտան իրանց երաշխիքները կամ ոչ երաշխիքները ստացան իրանցը, ես չգիտեմ իրանց մոտ ինչն էր հետարքի, որ այս փուլում տան։ Շո վերջնական տվեցին։ Հիմա մարդիկ նա ինչ են ասում։ Դե լավ, գոնե նրանց օրոք, գոնե Ռոբերտ ու Սերժ օրոք մենք հաղթանակած ենք, Ղարաբաղ գնում գալիս ենք, այ հարիվներ։ Ահա Ռոբերտն էլ, Քոչարյանն էլ, Նիկոլն էլ կատարում են նույն ծրագիր, ուղղակի այն փուլում էր պետք Կրեմլին, այն փուլում էր պետք, այն փուլում էր պետք։ Այսինքն դա կապ չունի։ Սա է։